Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում Փաշինյան-Էրդողան հանդիպման ավարտին որևէ փաստաթուղթ չստորագրվեց, չկա նաև տեղեկություն առարկայական պայմանավորվածությունների մասին։ Մինչ Թուրքիա մեկնելը Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նրա այցը պատմական էին որակում։ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից առաջ պոլսահայերի հետ հանդիպմանը այլ շեշտադրում արեց։ Մենք հիմա այս այցից չպետք է այսպիսի չափազանցված սպասելիքներ ունենանք։ Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Փաշինյան-Էրդողան հանդիպումը գնահատելու համար պատմականի փոխարեն կարևոր բառն է օգտագործում։ Ըստ նրա, Հայաստանը Թուրքիայի հետ ուղիղ զրուցելով փորձում է խաղից դուրս չմնալ եւ այդ երկրից եկող սպառնալիքներին դիմագրավելու հարցում հույսը չդնել այլ երկրի վրա։ Խոսքը Ռուսաստանի մասին է, ոչ միայն Թուրքիային զսպող գործոնը չէ, որի այսպես ասած հույսով Հայաստանը պաշտոնապես անգամ իր ազգային անվտանգության ռազմավարությունում Թուրքիային հռչակել էր որպես վտանգ, այլ նաև ճիշտ հակառակը նրանք մարտավարական գործընկերներ են։ Ստամբուլյան հանդիպումից պաշտոնական Երևանի փոխանցմամբ Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի դիտարկմամբ հարցն այն է, ինչ բովանդակությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այդ հայտարարությունները եթե ենթարկենք քննության, ապա որներ նախադրյալ է այդտեղ, որպեսզի մենք ինչ-որ սպասումներ ունենայինք, որ սահմաններ կարող են բացվել կամ այդտեղ ինչ-որ բեկումնային համաձայնություններ լինեն։ Առավել ևս այս շրջափուլում, երբ տեսնում ենք, որ տուրբուլենտությունը մեծացել է։ Փաշինյանի պոլսահայերի հետ հանդիպման ընթացքում Ակոս թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծիք հայտնեց, որքան էլ Հայաստանը մերժի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, մյուս կողմը չի թաքցնում, որ այն իրենց երազանքի Թուրանի ճանապարհն է։ Փաշինյանը պնդեց, Զանգեզուրի միջանցք չի լինելու, խաղաղության խաչմերուկն է իրականություն դառնալու, որը կարող է լինել միջին միջանցքի նախագծի մաս։ Մենք գիտեք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա ու իրան անդադ վրա երթե են ենթարկում։ Վերակենում էլի ավտոյի տակ կանգնում, վերակենում էլի ավտոյի տակ կանգնում, վերակենում ու ինքը չի հասկանում, ինչի է անդադ ավտոյի տակ ընկնում։ Որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները։ Ինքը չի կարող կարդալ ճանապարհային նշանները։ Ինքը չգիտի, որ ինքը այդտեղ չի կարող գտնվել, որովհետև այդտեղ գտնվելը 95 եւ ավել տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, որովհետև այդտեղ կանգնողը անկախ ան ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է ավտոյի տակ։ Քաղաքագետ Արա Պապյանի դիտարկմամբ Փաշինյանը չի հասկանում, եթե Թուրանի ծրագիրը զարգացավ, Հայաստանը վերացման վտանգի տակ է լինելու, հարցը միայն ճանապարհով գնալ գալը չէ։ Նիկոլ Փաշինյանը խոսում է այդ միջանցքի անունի ոնց ուզում է կոչի, ինքը ասում է խաչմերուկ բան, ինքը Հայաստանը վտանգի տակ է դնում, որովհետև ինքը դրանով գայթակղության է տանում Ռուսաստանին, ինքը դրանով հրավիրում է Ռուսաստանին։ Հրավիրում է Ռուսաստանը, որ Հայաստանը վերահսկողություն հաստատի Հայաստանի վրա, որովհետև վերահսկողություն հաստատի այդ ճանապարհների վրա։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով այս հարցում կարևոր է, թե ինչ ռեժիմով են գործելու ճանապարհները։ Այս համատեքստում փորձագետը հետևյալ հարցն է բարձրացնում, թե ինչու է ամեն ինչ կենտրոնացել Սյունիքի շուրջ։ Այդ կենտրոնացումը հենց Թուրքիա եւ Ադրբեջանի ակնկալիքն է, որովհետև նրանց համար խնդրի արժեքը հենց միջանցքային տրամաբանությունն է։ Հիմա մեկը կասի խաչմերուկ, մյուսը կասի միջանցք, շատ լավ, բայց իսկ որն է բովանդակությունը։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով ճանապարհների ապաշրջափակման հարցը Հայաստանն արդեն մի քանի տարի է փորձում է լուծել եվրոպական դաշտում։ Ըստ նրա, այդ դեպքում Բաքուն ստիպված կլինի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հենց եվրոպական աջակցության շնորհիվ է, որ դու ֆիքսել ես այդ երեք սկզբունքները, այսինքն որ միջանցք չի լինելու Ալիևյան իմաստով, որ արտատարածքային ուրեմն միջանցք չի լինելու, երրորդ այլ երկրի վերահսկողություն առնվազն նոյեմբերի 9-ի հիման վրա չի լինելու
Մինչ Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո հայաստանյան ներքաղաքական դաշտում մտահոգությունները արտատարածքային միջանցքի շուրջ է, Անկարայի պաշտոնական հաղորդագրությունում խաղաղության խաչմերուկի մասին հիշատակում չկա։ Չկա նաև տեղեկություն, թե ինչպես է արձագանքել Էրդողանը Փաշինյանի ներկայացրած խաղաղության խաչմերուկին։